Մի սպանիր Աստծո 10 խոսքերի տասնաբանյայի մեզ հայտնի ամենահայտնի խոսքն է, պատվիրանն է, որով ամրագրվում է մարդու կյանքի իրավունքը։ Բայց ինչն է հետաքրքիր։ Սա պատվիրան է, այսինքն սահմանափակում է մարդու սպանելու իրավունքը, ուրիշի կյանքը խլելու իրավունքը։ Պարտականություն է, որպեսզի պաշտպանված լինի նաև քո իրավունքը։ Մի սպանիր, որպեսզի նաև քեզ չսպանեն։ Եվ այստեղ փայլուն կերպով երևում է իրավունք, պարտականություն, այս փոխկապակցվածությունը։ Սա որպես կյանքի իրավունք, ապրելու իրավունք, այս հիմնարար իրավունք արդեն մենք տեսնում ենք արարչագործության պատմության մեջ, երբ արարվում է մարդ։ Մի շատ հետաքրքիր համադրություն ենք տեսնում Ծննդոց գրքի արարչագործության պատմության այդ դրվագում։ Կա այսպիսի հորդոր. թող տղամարդը թողնի իր հորն ու մորը և հարի միանա իր կնոջը, և նրանք թող դառնան մեկ մարմին։ Տղամարդը հարի կնոջը։ Ուրեմն առաջին տղամարդու անունը Ադամ, նշանակում է մարդ։ Ավելի խորը ընկալմամբ, վերլուծությամբ հողեղեն։ Ադամ Ադամայից, այսինքն մարդ հողից։ Կնոջ անունը Եվա, նշանակում է կյանք։ Ուրեմն այս դրվագում արդեն երևում է, որ մարդը պետք է միանա կնոջը կամ հարի կնոջը, արդեն շեշտվում է մարդու և կյանքի անբաժանելի, անքակտելի միությունը։ Մեկ ուրիշ պատկեր. երբ Աստված արարում է մարդուն, նրա ռունգների մեջ մեր բնագրում, նրա երեսին կենդանության շունչ է փչում, այսինքն մարդը օժտվում է Աստծո հոգով, հետևապես կոչված է անմահության, հավիտենական կյանքի։ Այդ դեպքում ինչպես բացատրենք արգելված պտուղը ճաշակելու սանկցիան, որ հնչում է այսպես. այն օրը, երբ կուտեք այդ պտղից, չարի և բարու գիտության ծառից, բառացի մահով կմեռնեք կամ հաստատապես կմեռնեք։ Եբրայեցերեն հնչում է մոտ թամուտ, մեռնելով կմեռնեք։ Ինչ է սա, սպանություն է։ Ուրեմն երբ մենք դիտարկում ենք Աստվածաշնչի զանազան դրվագներ, տեսնում ենք, որ մահով մեռնելը դեռ ֆիզիկական մահը չէ։ Այլ խնդիր է, որ հետևանքներից մեկը նաև ֆիզիկական մահն է, հող էիր և հող կդառնաս։ Հոգևոր մահվան մասին է խոսք։ Իսկ ինչ է հոգևոր մահը։ Երբ խզվում է մարդ-Աստված հարաբերությունը, երբ մարդը այլևս գոյություն չունի Աստծո համար, և մյուս կողմից մարդու համար Աստված գոյություն չունի իր կյանքում, Աստծուն բացակա է դարձնում, մերժում է, դուրս է դնում իր կյանքից, սեփական ընտրությամբ։ Եզեկիել մարգարեն ստանում է պատգամ իր առաքելությունը իրականացնելիս որպես Աստծո խոսնակ։ Ասում է, եթե դու տեսնես անօրենին իր մեղքերի մեջ և չզգուշացնես նրան,
որ ինքը մեռնելու է իր անօրենության մեջ, որպեսզի ետ դառնա իր մոլար ճանապարհից։ Ասում նա կմեռնի իր մեղքերի մեջ եւ նրա արյունը քեզնից կպահանջվի։ Այսինքն նրա մեղքերով մահվան մեջ դու պատասխանատու ես լինելու, որտեղ քո առաքելությունը չես կատարել նրան զգուշացնելու, որ ապրում է մեղավոր կյանքով։ Հիմա ի՞նչն է այստեղ հետաքրքիր։ Եթե մարդը մեղքերի մեջ է եւ պետք է մահով մեռնի, այդ դեպքում այլևս ինչ զգուշացնելու խնդիր կա հետագայում։ Ուրեմն մահով մեռնելը անմիջապես ֆիզիկական մահը չէ։ Ադամի եւ Եվայի պարագային էլ ենք մենք տեսնում, որ երբ պատվիրանազանցությունից հետո ապրում են երկար, զավակներ են ունենում, այսինքն արգելված պտղի ճաշակումով նրանք անմիջապես չեն ստանում ֆիզիկական մահ։ Ուրեմն Աստծուց հեռանալը բերում է հոգևոր մահվան։ Իսկ հոգևոր մահը արդեն բացվում է մի կողմից տառապանքի կյանքով, մյուս կողմից ֆիզիկական մահով, հողեր եւ հող կդառնաս։ Ինչու է Աստծուց հեռանալը համարվում հոգևոր մահ կամ ընդհանրապես մահ։ Բանն այն է, որ մեր կյանքի աղբյուրը Աստված ինքն է։ Եվ մյուս կողմից մեր կյանքի աղբյուրը մեր ծնողներն են։ Սուրբ գրքում մահապատժի սանկցիա էր նախատեսված բոլոր այն հանցանքների համար, որոնք ուղղված էին մի կողմից Աստծուն, մյուս կողմից ծնողներին։ Աստված հայոյություն եւ ծնող հայոյություն։ Հայոյությունը սուրբգրային մտածելակերպի մեջ միայն խոսքի մակարդակով հայոյանքը չէր, այլ մերժումը կյանքով, գործով, խոսքով, կեցվածքով անարգումը կամ այլ պատկերով թիկունք դարձնել։ Եթե մենք թիկունք ենք դարձնում Աստծուց, մյուս կողմից մեր ծնողներից, հետևապես թիկունք ենք դարձնում կյանքից, որովհետև նրանք են մեր կյանքի աղբյուրը։ Եվ հետաքրքրական է, որ այս հավասարությունը մենք տարբեր դրվագներում տեսնում ենք։ Անառակ որդին Քրիստոսի պատմած առակի մեջ երբ վերադառնում է եւ արտահայտում է իր զղջումը, ասում է մեղք գործեցի երկնքի եւ քո առաջ Հայր։ Այսինքն այստեղ երկինքը որպես Աստված եւ Հայրը որպես ծնող դրված է նույն հարթության վրա։ Սուրբ Գիրքը երկյուղ նախատեսում էր մեկ Աստծուց, մյուսը ծնողից։ Երկյուղ ունեցիր Աստծուց եւ երկյուղ ունեցիր քո հորից եւ մորից։ Մեկ ուրիշ դրվագում ասվում է, որ նա ով իր ծնողին լքում է, նման է Աստծուն անարգողին։ Այսինքն շատ հստակ է, որ երբ մենք ոչ ենք ասում մեր կյանքի աղբյուրին, ոչ ենք ասում կյանքին, հետևապես ընտրում ենք մահը։ Եվ բոլոր այն դրվագներում, որտեղ մահապատիժ էր սահմանվում քարկոծման եղանակով, դրանք հենց այս դրվագներն են։ Ինքդ ես ընտրում քո մահը, քո ճանապարհը, ոչ ասելով կյանքին եւ ընտրելով մահվան իրականությունը։ Իսկ այն բոլոր դեպքերում, որտեղ կար սանկցիա մահապատժի, դրանք սպանություններն են, այլասերվածություններ եւ կռապաշտություններ։ Տեսեք, սպանությունը ոտնձգություն ուրիշի կյանքին, կռապաշտությունը ոտնձգություն Աստծո հանդեպ, իսկ արանքում այլասերվածությունն է, որը եթե կուզեք, քայքայում է մարդու ամբողջ հոգևոր իմունիտետը, որից ոտնձգություն մարդու կյանքի հանդեպ
եւ Աստծո հանդեպ մեկ քայլ է։ Այսինքն դու մտնում ես այնպիսի տրամադիր վիճակի մեջ, որ այլևս քո կյանքը դառնում է հանցածին իր բոլոր հետևանքներով։ Որ մարդու անմահությունը արկախված էր եւ դրված էր մարդու ընտրության վրա, երևում է նաեւ Ծննդոց գրքի մեկ ուրիշ դրվագից։ Պատվիրանազանցությունից հետո նշվում է, որ Աստված արգելք դրեց կենաց ծառի մոտենալու առջև։ Այսինքն մարդը չկարողանա մոտենալ կենաց ծառին, բացատրվում է ինչ։ Ասում է գուցե ձեռքը մեկնի, քաղի կենաց ծառի պտղից եւ անմահ դառնա։ Ինչով է բացատրվում այս արգելքը։ Վստահաբար ոչ Աստծո չկամությամբ։ Խնդիրն այն է, որ մեղ գործելուց հետո մարդը այլևս վնասում է իր բնությունը մարդկային։ Հետևաբար նաև աղավաղում է իր աստվածային պատկերը։ Արդեն բացվում է մեղսագործության իր հակվածությունը, լայնանում է։ Անմահ լինել երկրային ֆիզիկական իմաստով այս կյանքում լինելով բնութենապես վնասված, անդադ չարիք գործելու հակված, անդադ վնասելու հակված։ Պատկերացնում եք մարդկությունը ինչպիսի սարսափելի դժոխային պատկերի մեջ կապրեր։ Այսինքն ձեռքը գցել, քաղել պտուղը, որը ապահովելու էր մեղսագործ մարդկության անմահությունը, նշանակում էր թողնել, որ մարդը ընտրի հավիտենական կյանքը դժոխքում։ Տասը պատվիրանները որպես վարքագծի սահմանումներ մարդու համար սանկցիա չեն ենթադրում, նաև չկա խոստում։ Միակ պատվիրանը, որտեղ կա խոստում եւ չկատարելու դեպքում նաև սանկցիա է ենթադրվում։ Դա ծնողներին առնչվող պատվիրանի պարագայում է։ Հնչում է այսպես. պատվիր քո հորն ու մորը, որպեսզի երկրագնդի վրա, երկրի վրա քո կյանքի օրերը երկարեն։ Ուրեմն պատվիր քեզ կյանք տվողին քո կյանքի ակնաղբյուրը, որպեսզի կյանք ունենաս եւ կյանք ունենաս այստեղ հակառակ պարագային ենթադրվում է կյանքի օրերի կրճատում մեր ընտրությամբ։ Իդեպ եւ հոգեվոր մահվան պարագային եւ ֆիզիկական մահվան, այսինքն մահապատժի սանկցիայի պարագային ամեն դեպքում ընտրությունը մարդումն է եղել ըստ Աստվածաշունչ Մատյանի։ Մարդը անմահ վերջնական իմաստով չի ստեղծվել։ Անմահությունը դրված էր որպես մարդու ընտրության հեռանկար։ Երբ դիտարկում ենք արարչագործության պատմության գործողությունները, տեսնում ենք, որ յուրաքանչյուր ակտից հետո հնչում է գնահատական Տիրոջ կողմից, արարչի կողմից։ Ասվում է եւ Աստված տեսավ, որ բարի է։ Երկնքի ստեղծումը, երկրի ստեղծումը, ծով, ցամաք, կենդանական աշխարհ, բուսական աշխարհ։ Միակ դրվագը, որտեղ չի հնչում այս գնահատականը, որ բարի է, մարդու արարման դրվագն է։ Բայց արարչագործության ավարտին հնչում է ընդհանուր գնահատական։ Աստված տեսավ, որ շատ բարի է այն, ինչ որ ստեղծվեց։ Հիմա այս մանրամասնը նրբերանգ է եւ ցույց է տալիս, որ ամեն դեպքում մարդու առաջ դրված էր այդ ընտրությունը։ Եթե կա
արգելված պտուղ, եթե բազմաթիվ իրավունքների մեջ կա սահմանափակում եւ այդ սահմանափակումը հարգելով էր պայմանավորված ունենալու ես կյանք եւ օրհնություն, մյուս կողմից մահ եւ անեծք, նշանակում է մարդն էր նաեւ ընտրելու ինքը հավերժական կյանքը ընտրում է թե ոչ, կամ ընտրում է այն հեռանկարը, որ Աստված է նախանշում մարդու համար։ Համաշխարհային գրականության մեծերը փիլիսոփաները շատ են նշում, որ ի տարբերություն մյուս արարածների, մարդը կոչված է ապրելու, ոչ թե գոյատևելու։ Մարդու համար թողնված չէ, որ կյանքը ուղղակի առանց իր կամքի հոսի, ինչպես մյուս արարածների, պարագային է կենդանների, բույսերի։ Իսկ մարդու ապրելը հավասարազոր է ընտրություն կատարելու։ Դանիել Դեֆոն իր հայտնի Ռոբինզոն Կրուզո վեպի մեջ շոշափում է այս փիլիսոփայական մարդու կյանքի համար շատ կենսական հարց։ Չկա մարդ, չկա հարաբերություն, չկա ընտրություն, հետևաբար չկա ազատություն։ Եվ այդ կղզի ընկած մենավոր մարդը ընդամենը գոյատևում էր, ոչ թե ապրում էր, ոչ թե կյանքը հոսում էր իր մեջ։ Ուրեմն մենք ենք ընտրողը։ Կյանք ենք ուզում, կյանքն ենք ընտրում, թե մահն ենք ընտրում։ Մովսեսը մեծ մարգարեն եւ 5 տակարանի մեծագույն կերպարը իր մայից առաջ եւ Աստծո օրենքը տալուց հետո ժողովրդին դիմում է հետեւյալ խոսքով. ահավասիկ ձեր առջև դրված է կյանքը եւ մահը, բարին եւ չարը, ձերն ընտրությունը։ Եվ Աստծո հանգույն հորդորում է ընտրել կյանք։